Իսիկ Կուլիափին Չոլպոնաթայի պետական նստավայրում են հավաքվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները։ Նրանց դիմավորել է Ղրղստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Հետո լուսանկարվել են կառավարության ղեկավարները ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիջան Սակինտաևը։ Ներկազմով հանդիպման սենյակ առաջինը Փաշինյանն է մտել։ Ռուսաստանի վարչապետը նրա մեջքի հետևում Ղազախստանի վարչապետի թևն է ընկել ու ինչ-որ բան շշնջացել։ Հանդիպումը բացել է Ղրղստանի վարչապետը, շնորհավորել իրենից ձախ նստած Փաշինյանին վերընտրվելու վարչապետ վերանշանակվելու կապակցությամբ։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել ձեզ, Նիկոլ Վովայևիչ, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կառավարության ղեկավար նշանակվելու առիթով։ Ղրղստանի վարչապետը հույս է հայտնել, որ արդյունավետ քննարկումներ կունենան բոլոր կարևոր հարցերի շուրջ։ Մեզ համար շատ կարևոր է, որ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա, այլ իրական աշխատանք կատարվի։ Պարզեցվեն գործընթացները, արագանա ապրանքաշրջանառությունը, իսկ շուկաները մեկը մյուսի համար ավելի հասանելի դառնան։ Հույսեր չի ներշնչում Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ալեքսեյ Օվերչուկը ահազանգել է Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության դրամատիկ անկման մասին։ 2024-ին Հայաստանի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը ռեկորդային ցուցանիշի էր հասել $12 միլիարդ։ Անցած տարի այն ընկել է հասնելով 8 միլիարդի։ Այս տարի դրամատիկ անկում է գրանցվում մոտավորապես 2025-ի ցուցանիշի 2/3 չափով։ Իրավիճակն այնպիսին է, որ ակնհայտորեն այն հետագայում եւս կրճատվելու է։ Օվերչուկը ընդգծել է, որ իրենք այս հնարավոր սցենարի մասին զգուշացրել են հայ գործընկերներին։ Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում կանխատեսելի էր։ Մենք վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում ենք, որ այսպիսի ռիսկեր կան, մասնավորապես ապրանքաշրջանառության կրճատման վերաբերյալ։ Ստացվում է հուլիսի սկզբին Փաշինյան-Միշուստին հանդիպումը, որի ընթացքում ըստ Փաշինյանի խնդիրները լուծելու ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որևէ օգուտ չի տվել։ Փաշինյանը Ղրղստան է մեկնել համոզմամբ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է հայկական ապրանքների նկատմամբ կիրառված ռուսական սանկցիաների պատճառով ու եթե իրավիճակը չշտկվի, դա կարող է լինել ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։